2018 թվականին Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց ներկայացրեց ընդդեմ ինձ մի արտահայտության համար, որը հնչեցրել էի ջերմուկում հանրային քննարկման եւ տենց միտինգի ժամանակ, որտեղ որ ասել էի, որ տվյալ ընկերությունը հանցագործություններ է իրականացնում կամ կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծում համայնքում մի քանի դրվագներով, միջհամայնքային ներպետական այսպես կոնֆլիկտներ է ստեղծում, մոտավորապես այս տեսակ տեքստը արժեցավ Լիդիան Արմենիա ընկերության կողմից հայց ընդդեմ ինձ 1 միլիոն դրամ պահանջի դատարան, որի ես բողոքարկեցի մինչև վճռաբեկ դատարան, սակայն Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը որոշեց, որ ես պետք է վճարեմ ընկերությանը 1 միլիոն դրամ վնասի փոխհատուցում, բարոյական նյութական վնասի փոխհատուցում, հայցը որպես այդպիսին զրպարտություն կոչվող դատական գործ էր համարվում եւ եւս 224,000 դրամ փաստաբանի ողջամիտ գումար էին սահմանել։ Մինչդեռ առաջին այցյանի դատարանը համարել էր, որ 100,000 դրամ պետք է գումար վճարեմ ընկերությանը եւ հերքեմ, իսկ վերաքննիչ դատարանը համարեց, որ 1,224,000 դրամն է այն գումարը, որը իբրև իմ ասած արտահայտությունը վնաս է պատճառել ընկերությանը։ Ես բողոքարկեցի վճռաբեկ դատարան եւ վճռաբեկ դատարանը իմ հայցը անգամ չլսեց։ Վերաքննիչ դատարանում անգամ չստուգեցին իմ ֆինանսական աղբյուրները, արդյոք ես ի վիճակի եմ վճարել այդքան գումար, արդար դատաքննության մասին ընդհանրապես խոսք չկար եւ բոլոր հիմքերը ես ունեցա, որպեսզի գնամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն ընդհանուր առմամբ ես ընկերությանը վճարել եմ 3500 եվրո գումար, որը ընդհանրապես արդար չէ Հայաստանի դատական համակարգում եւ ես որպես հանրային գործունեություն իրականացնող մարդ, որը փորձել է զգուշացնել, որ տվյալ ընկերության գործունեությունը հակասում է միջազգային ստանդարտներին, բանկերի ներքին ինչ որ ստանդարտներ գոյություն ունեն, այդ ստանդարտներին եւ մեր օրենսդրությանը շատ առումներով այդ խնդիրների մասին էր բարձր ձայնում, որ համայնքում ի հայտ էր եկել կոնֆլիկտային իրավիճակ իրենց գործունեության արդյունքում, որպեսզի ավելի շուտ կանխարգելվեր այդ կոնֆլիկտային իրավիճակը եւ ես չեմ սխալվել, ուղիղ ասենք մի 10 օր հետո մեր համայնքում շատ լուրջ խնդիրներ ի հայտ եկան, Լիդիանի աշխատողների եւ տեղացիների միջեւ մեծ բախումներ տեղի ունեցավ, այդ ընդհուպ միջեւ ոնց որ ծեծկրտուքի մակարդակի եւ պետական մարմինները որևէ ձևի գործունեություն չէին ծավալում, որպեսզի կանխարգելեն այդ խնդիրը։ Այս դատավարությունը վաղուց ավարտվել է եւ գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բողոքարկող կողմը ես եմ եւ նման դատավարությունները համարվում են հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարություններ, որոնք որ միտված են զսպելու, վախեցնելու եւ մեր ջանքերը, այսպես ասած, ջլատելու, որպեսզի մենք զբաղվենք այդ տեսակ դատերով եւ բուն պայքարը թողենք։ 2022 թվականի դեկտեմբերն էր, երբ որ արդեն ես վճարեցի Լիդիան Արմենիա ընկերությանը 3500 եվրոյի չափ գումար եւ այդ նույն ընթացքում դեկտեմբերի 1-ից 4-ը ընկած հատվածում ես նկատեցի, որ Facebook-ում իրավատեր կապանցիներ հասարակական կազմակերպությունը հրապարակել է տեսանյութ այն մասին, որ տեղի է ունեցել վթար, ոթարի արդյունքում ամբողջ ողջի գետը թափոնների մեջ էր 4 օր եւ ուղիղ եթերներ էին իրականացնում Facebook-ում։ Ես տարածել եմ այդ տեղեկատվությունն իմ Facebook-յան էջում, լինելով ինֆորմացիայի ոնց որ երկրորդ աղբյուրը, ընկերությունը կրկին այս ընկերությունը եւս թիրախավորեց ինձ եւ դատական հայց ներկայացրեց, այս անգամ դեռ մի դատավարությունը չավարտված, ընդամենը 1 ամիս անց դատական հայց ներկայացրեց իմ դեմ 6 միլիոն դրամ պահանջով եւ պահանջում էր հերքում, բնականաբար ես չեմ հերքել այս նախադասությունը, որը ես գրել եմ, որ կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի խողովակաշարը եւ թափոնները հայտնվել են ողջի գետում, իրենք ինձնից պահանջում են լրիվ ուրիշ նախադասություն հերքել, որը ես ընդհանրապես այդպիսի տողեր չէի գրել Facebook-ում եւ այս դատավարությունը նախնական դատական նիստերի փուլից դեռևս անցում չի կատարել բուն դատաքննության եւ մի քանի խնդիրներ կան։ Նախ հայցվոր կողմը պահանջեց մի քանի անգամ փոխել հայցի հիմքերը 3 նախադասության մեջ եւ նաեւ հայցվոր կողմը բաց է թողել հայցի հիմքերը փոխելու ժամկետը եւ դատարանը մերժել է հայցի հիմքերը փոխելու իր միջնորդությունը։
Եվ ընկերությունը գնացել է բողոքարկման, որից հետո Վերաքնիչ դատարանը վճիռ է կայացրել, որ մերժում է ընկերության հայցի հիմքերը փոխելու վերաբերյալ եւ հօգուտին 150,000 դրամ գումար է նախատեսել։ 2 տարի ընթացող դատավարության արդյունքով մենք կարող ենք արձանագրել, որ ընկերությունը 6 միլիոն դրամ պահանջելով 3 նախադասություն համար, որտեղ որ ընդամենը ասվում էր, որ տվյալ ընկերության գործունեության հետևանքով աղտոտվել է ողջի գետը, այն էլ սկզբնաղբյուրը ես չեմ եղել, այլ ուրիշ մարդ է եղել, ուրիշ կազմակերպություն է եղել, եւ նույն կազմակերպությունը եւս չի հերքել, որ դեպքը տեղի է ունեցել ողջի գետի աղտոտման թեմայով, ես ընդամենը արձանագրել եմ, որ սա ոչ առաջին եւ ոչ վերջին դեպքն է եւ պարբերաբար կրկնվող process է եւ չկա պատիժ եւ քրեական գործերը այսպես կոծկվում են եւ այդ քրեական գործերը երբեք դատարան չեն հասնում։ Մոտավորապես այս տեսակ բովանդակությամբ նախադասությունը ընկերությունը գնահատել է 6 միլիոն դրամ, ինչը շատ մեծ ճնշման մեթոդ է ոչ միայն իմ համար, այլև իմ նման հանրային գործունեություն ծավալող անձանց համար, որովհետև մարդիկ տեսնում են, եթե ազատ խոսքը այսպես կարա իրենց այդ կարգի դատավարություն արժանա, ապա իրենք փորձելու են լռեն, զսպվեն եւ չխոսեն այլ իրենց համայնքներում առկա խնդիրների մասին։ Եվ մենք իմ փաստաբանի հետ արդեն 2 տարի է ինչ պայքարում ենք, որպեսզի այս դատավարությունով չկարողանա ընկերությունը ստանա դրական դատական վճիռ եւ ամեն դեպքում մենք այս պահին ունենք մի իրավիճակ, որտեղ որ ընկերությունը պարբերաբար փորձել է հայցի հիմքեր փոխել, ինչը խոսում է այն մասին, որ իրենց ներկայացրած հայցը այնքան էլ հիմնավոր չէ, որպեսզի կարողանան 6 միլիոնի վնասը ապացուցեն եւ ինձ պարտադրեն հերքել ու մի բան էլ իրենց այդքան վճարել։ Ինչպես Լիդիանի դեպքում, այնպես է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայցի պարագայում, որպեսզի ես կարողանամ պաշտպանվել, փաստաբան վարձել, իմ ժամանակից տրամադրել այդ դատավարությանը, ինչը շատ մեծ ռեսուրսներ է պահանջում, որովհետև փաստաբանի աշխատանքը բավականին թանկ արժե, նամանավանդ երբ որ օրենքներ են փոխվել եւ հարկային դաշտը փոխվել է, փաստաբանները այլևս անվճար ծառայություն մատուցելու իրավունք չունեն, ես ստիպված եմ լինում շատ տարբեր միջազգային ֆոնդերի դիմել, որոնք որ կարողանան գումար տրամադրեն փաստաբանի ծախսերը փակելու համար եւ դրանք ընդամենը մի տարի չի, 2 չի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայցն ընդդեմ ինձ արդեն 2 տարի է ընթանում է, իսկ Լիդիանի գործն ընդդեմ ինձ մոտ 4-5 տարի ընթացավ մինչև դատավճռի փուլը։ Մենք հանրային գործունեություն ծավալող մարդիկս չունենք այդպիսի ֆինանսական միջոցներ, որով հնարավոր է դիմակայել հսկայական մեծ կապիտալին, էլի։ Դա կարող ենք դիտարկել որպես ֆինանսական ճնշում, ինչը նաև ունի իր տարբեր շերտեր, այսինքն հոգեբանական ճնշումը դա մարդու վրա եւ իմ նման այլ լրագրողների կամ հանրային գործունեություն ծավալող այլ անձանց նկատմամբ։